Եվ այսպես Հայաստանը լքում է Եվրասիական տնտեսական միությունը հարգելի հեռուստադիտողներ, այսօր վերնագրի համահեղինակը լինելու է Նիկոլ Փաշինյանը, բախներս իհարկե բերել է, որ նա հիմա տաղավարում չէ, բայց մենք հիմա ստիպված ենք լինելու լսել Նիկոլ Փաշինյանի խոսքը կառավարության այսօրվա նիստում, ինչ ենք անելու հարգելի հեռուստադիտողներ, լսում ենք Փաշինյանի խոսքը, վերադառնում ենք, մեկնաբանում ենք եւ այդպես շարունակում ենք, բայց որպես նախաբան նշենք հետևյալը, բոլորդ երևի հիշում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները ՀԱՊԿ-ի հետ կապված, նա ասում էր, որ ոչ թե Հայաստանն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, 22 թվականին նաև ջերմուկում տեղ ունեցած դեպքերից հետո ինքը ասում էր հետևյալը, եթե ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, չի ճանաչում այդ պատասխանատվության գոտին, ուրեմն ՀԱՊԿ-ը ընդհանրապես գոյություն չունի, ասում էր ինքը նույնը ասում է ԵԱՏՄ-ի մասին, ասում է, եթե ԵԱՏՄ-ում գործող ազատությունների համատեքստում ԵԱՏՄ-ն գործունեություն չի ծավալում Հայաստանը սահմանափակումների առաջ է կանգնում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ-ն գոյություն չունի, իսկ ինչպես են մեկ այլ հայտնի կերպարներ ասում է դա չի լինի, հիմա նույն բանն էլ գրեթե Նիկոլ Փաշինյանն ասում։ Եկեք հիմա լսենք, թե ինչա շատ կոնկրետ ասել Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի մասին եւ հետո վերադառնանք տաղավար։ Խնդրեմ։ Ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են եւ պետք է մենք հասկանանք դա ինչա նշանակում գործնականում։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարող ասենց որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արտնանալ որոշումներ կայացնել։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եւ մենք պետք է ստեղից արդեն հետեւություններ անենք։ Էլի եմ ասում։ Հիմա հարցը հետեւ շատ հստակ պետք է լինի պատասխան՝ կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, այլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանում։ Դե եթե չկա են, որ ասում է դա չի լինի, հիմա էս է իրողությունը, բայց իրականում ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանատվությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մեկուսացման համար ինքը փորձում է դնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եվս մի կարևոր նրբերանգ կա։ Սա ոմանք կարող է այդքան էլ լուրջ չընդունեն, բայց Նիկոլ Փաշինյանի խոսքերում ԵԱՏՄ-ի գոյություն ունենալ-չունենալու մասին եւս մի կարևոր շեշտադրում կա։ Տեսեք, երբ որ իշխանությունների, այսպես ասած, կուլիսներում եփվում էր այն գաղափարը, որ Արցախը պետք է հանձնվի, որոշ փորձագետներ, մտավորականներ իրենք այսպիսի տեսակետ էին հայտնում, որ եթե Արցախը հանձնվում է Ադրբեջանին, դրանով ոչ միայն Հայաստանն է դառնում անկախ պետություն, այլ նաև Ադրբեջանը, որովհետև դրանով Ռուսաստանի Դաշնությունը զրկվում է հնարավորությունից ազդելու թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքականության վրա։ Ոմանց համար սա կարող է ցնդաբանություն թվալ, բայց իշխանությունների քարոզչությունը վերջին տարիների ապացուցում է, որ իրենք իսկապես հավատում են այդ գաղափարին։ Հիմա իրենք կա տպավորություն, որ նաև հավատում են այն գաղափարին, որ կարող են Ռուսաստանից դուրս ԱՊՀ ձևավորելու ռահվիրան դառնան։ Նիկոլ Փաշինյանն էլ դրա առաջնորդ է, որ Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով կարող է լուծարել ՀԱՊԿ-ը, կարող է լուծարել Եվրասիական տնտեսական միությունը։ Այսինքն տեսեք, իրենք գործողություններ են անում, սադրում են որոշակի գործողություններ, ստանում են հակազդեցություն ու իրենք կարծում են, որ դա հաղթանակ է Հայաստանի Հանրապետության համար։ Իդեպ նույն այս համատեքստում այսօր ճեպազորույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք հասել ենք այն կետին, որին հիմա հասել ենք, ի շնորհիվ նրա, որ ինքը ժամանակին ասել է Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Սրանով ինքը սանձել է պատերազմ, բայց ինքը ասում է, որ սա դրական է, սա դրական կետ է ու հասել ենք մենք սրան ի շնորհիվ նրա, որ ինքը Ստեփանակերտում հայտարարել է, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այսինքն նա խոստովանում է, որ այն ինչ տեղի է ունեցել, շատ կոնկրետ պլանավորված փաստացի ծրագիր է եղել։ Հիմա նույնը վերաբերվում է Եվրասիական տնտեսական միությանը։ Եվս մի կարևոր նրբերանգ։ Մենք սրա մասին ընտրություններից առաջ խոսել ենք, հիմա էլ լսելու ենք Նիկոլ Փաշինյանին։ Ինքը փաստորեն նաև ասում է հետևյալը, որ մենք ինչ որ ապրանք ենք արտանում, նմուշներ ենք ասում արտահանում Հայաստանի Հանրապետությունից, ու եթե այդ նմուշները տարբեր շուկաներում ուսումնասիրեն եւ գան այն եզրակացության, որ այդ նմուշները Հայաստանից արտահանված ապրանքի վատն են, դրա պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունում գործող գործարարն է։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որ զրկել է գործարարին Ռուսաստանում եւ ԵԱՏՄ շուկայում ապրանք վաճառելու հնարավորությունից, այլ գործարարն է վատ, որովհետեւ վատ որակի ապրանք է ստեղծում, արտահանում։ Եկեք միասին Նիկոլ Փաշինյանին լսենք։
Խմբականակները պարզ է, չէ՞ որ չեն կարող առաջին արտահանումը չի կարող մեծ լինի։ Մենք այս 16 ուղղությամբ մենք նմուշ ենք արտահանել։ Շատ կարևոր բան, մենք բառից բուր իմաստով նմուշ ենք արտահանել, որտեղ շուկան պետքա գնահատի։ Եվ այստեղ էլ եկեք առանց սեթևեթանքի ասենք, եթե այդ նմուշները ինչ որ մի ստանդարտի համապատասխանում են, հաջողությունը երաշխավորված է։ Չի կարող ուղակի չլինել հաջողություն։ Եթե ստանդարտի հետ կապված խնդիր կա, բացառվում է, ինչ ուզում եք վարկը մի տարով երկարացնենք, ուզում եք 6 տարով, ուզում եք մենք տանք փողը չի լինելու դա։ Այսինքն ամեն ընկերություն պետք է առերեսվի, որ ինքն է իր հաջողության պատասխանատուն։ Կառավարությունը թիկունքը փակողն է, բայց առաջ գնացողը ինքն է։ Աղքատությունը ձեր գլխներում է, հիմա էլ ասում եմ, եթե ձեր արտանած ապրանքը եվրոպական շուկայում, թեպետ Եվրոպա ըստ այսօր տեղ գտած մեկ այլ հրապարակման ամսի 1-ից հունիսի մինչև 18-ը մենք ոչինչ չենք արտանել, դրա պատասխանատուն դու եք։ Նիկոլ Փաշինյանի խոշոր օլիգարխ ընկերները, գործընկերները, որոնք նպաստեցին նրան նաև օգնեցին նաև Իրան ընտրությունների ժամանակ, կներեք միգուցե սրա հետ կապված այդքան էլ խնդիրներ չունենան, իրենց կորուստները գոնե այս փուլում շատ մեծ չլինեն։ Թեպետ սա ակնհայտ է, որ ժամանակավոր է, բայց ամեն դեպքում իսկ այն փոքր միջին գործարարները, ձեռնարկատերերը իրենք այս իրականության հետ առերեսվելու են այն իրականության հետ, որտեղ պետությունը հրաժարվում է իր բազային պարտավորությունները կատարել, այսինքն ստեղծել շուկաներ, որտեղ մարդիկ կկարողանան իրացնել իրենց ապրանքները։ Սրա մասին է Նիկոլ Փաշինյանը խոսում։ Ու եւս մի կարևոր նրբերանգ, սա վերջին դրվագն է լինելու, որ մենք ստիպված ենք լինելու Նիկոլ Փաշինյանին լսելու, այ ոնց ինքը ասում է, որ ես ուրախ եմ Արցախը Հայաստանա եւ վերջ այդ ձևակերպման համար, նույն ձևել ինքը ասում է ինքը ուրախ է այս ստեղծված իրավիճակի համար, այսինքն որ հայկական ապրանքները չեն կարող արտահանվել Ռուսաստանի Դաշնություն կամ Եվրասիական տնտեսական միության շուկա։ Եկեք մի հատ լսենք Փաշինյանին։ Հարգելիներս չի լինելու կոնյակ, որի մեջ կա փշենիչնի սպիրտ, չի լինելու դա։ Չպիտի լինի։ Ընդ որում ես այս խնդիրը դրել եմ 2018 թվականից, 2018 թվականից կամած չի լինելու, որ Հայաստանում խաղողի մթերման կեղծ թվեր արտացոլվեն։ Չի լինելու դա։ Հիմա համոզելով չի։ Հիմա լավ է եւ այս բանի համար ես ուրախ եմ, որովհետեւ մենք ոչ մեկը մեզ չի կարող այսօր որևէ պրետենզիա ներկայացնի։ Մենք 8 տարի ասել ենք, լսեք, մի օր գալու է այդ ժամը։ Մի օր գալու է այդ ժամը։ Ինչ պատճառով, ինչ հանգամանքներում մենք չգիտենք, բայց այդ ժամը գալու է։ Գնացեք փոխեք, գնացեք լրջացեք։ Եվ պետք է այդ բոլոր արտադրությունները լսեք երկրի նաեւ երկրի ստանդարտի եւ բանի հարցը, հեղինակության հարցը, հասկանում եք հեղինակության հարցը, ոնց ենք մենք այդ ամեն ինչը թույլ տալիս, իներցիայով թույլ ենք տալիս, բայց մի X պահի պետք է դա վերջ կանգնի։ Լսեցիք Փաշինյանին, ինքը սրա համար էլ է ուրախ։ Գործարարները, որ չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը, ինքը ասում, որ դուք եք փաստորեն պատասխանատու, բայց իրականությունը ինչու՞ն է կայանում։ Մենք չենք կարողանում ալկոհոլ արտահանել ոչ թե այն պատճառով, որ կոնյակի մեջ կա փշենիչնի սպիրտ, կամ որ հայկական արտադրանքը ռուսական, Եվրասիական տնտեսական միության ֆիտոսանիտարական կարգավորումներին չի համապատասխանում, նորմերին չի համապատասխանում, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանը, իր թիմը, իր կառավարությունը, ազգային ժողովում իր խմբակցությունը, արտախորհրդարանական որոշ ուժեր, որոնք նպաստեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, որոնք պահում են իրենք որոշել են, որ Ռուսաստանը պետք է դուրս հանել տարածաշրջանից, ու եթե դրա համար շարքային քաղաքացին, շարքային գործարարը պետքա հսկայական գումարներ վճարի, պետք է վնասներ կրի, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դրան, ինքը պատրաստ է, որ դուք այդ բոլոր վնասները կրեք, դրա համար երբ որ դուք հիմա բողոքում եք կամ ասում եք մենք բոլորս քվեարկել ենք Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա իրավիճակը սենց է, դուք իմացեք, որ ձեր կյանքում ոչինչ չի փոխվելու, կապված ձեր բողոքների կամ բողոքների բացակայության հետ, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքը Ռուսաստանը պետքա դուրս հանի Եվրասիական տնտեսական Ռուսաստանի Դաշնությունը պետք է հարավային Կովկասի տարածաշրջանից հանի, դրա համար էլ պետք է որ մենք ՀԱՊԿ անդամ չլինենք, Եվրասիական տնտեսական միության անդամ չլինենք եւ ամփոփելով հարգելի հեռուստադիտողներ, իսկ ինչ է իրականում էլ կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, այս Եվրասիական տնտեսական միության եւ այլնի հետ կապված, ըստ երևույթին Ռուսաստանում եկել են հետեւյալ եզրահանգման ուկրաինական ճգնաժամից հետո, որ իրենք չեն ֆինանսավորելու այն պետություններին, որոնք միանում են Ռուսաստանի դեմ պատերազմող ճամբարին։
Իսկ Եվրամիությունը դա այն ճամբարն է, որը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմի, թե ռուս փորձագետները, թե արևմուտքում մի շարք փորձագետներ նշում են հետևյալը, որ 2030 թվականին հնարավոր է պատերազմ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջև։ Եվ այս իրավիճակում, երբ որ դու հայտարարում ես, որ դու գնում ես դեպի եվրոպական միություն, անկախ դրանից դա ֆորմալ է, թե ֆորմալ չի, դրամաբանությունը հուշում է, որ ռուսական կողմը հրաժարվելու է ֆինանսավորել այդ ուղին։ Էսա կատարվում հարգելի հեռուստադիտողներ, հարգելի գործարարներ, երբ որ դեր ապրանքը չի գնում Ռուսաստանի Դաշնություն, դա ոչ թե նրանից է, որ դուք վատ ապրանք եք արտահանում, որ ձեր ապրանքում կա փշենիչնի սպիրտ, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ռուսաստանը վատն է, որ Ռուսաստանը պետք է դուրս գա տարածաշրջանից, իրենք էլ այստեղ կարողանան Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիայի, Ադրբեջանի միջև մեջ անեն։ Էսա կատարվում, իրականությունը հենց սա է։ Կհարմարվի հայ ժողովուրդը սրան թե ոչ, կհարմարվի հայ գործարարը սրան թե ոչ, մենք իրականում շատ մոտ ապագայում բոլորս տեսնելու ենք, բոլորս իմանալու ենք, մտածեք այդ մասին։